Հիմա ես ձեզ կսովորեցնեմ թրեյդինգը լրիվությամբ մեկ վիդեոում, թրեյդինգ 0-ից մինչև 100, պլյուս պրակտիկ օրինակներ։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Այսօր ես ուզում եմ ձեզ սովորեցնել թրեյդինգը լրիվ 0-ից, որպեսզի դուք այս վիդեոն դիտելուց հետո արդեն կարողանաք զբաղվել թրեյդինգով։ Իմ մոտ բացված է Pocket Option կայքը, որը որ մեր թրեյդինգ կատարելու կայքն է։ Իդեպ այս կայքը շատ հայտնի կայք է։ Բացելով մեր թրեյդինգի գրաֆիկը, մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե որ կողմ է ուղղված մեր գինը։ Այս պարագայում մեր թրենդը դեպի վերև է, քանի որ մենք տեսնում ենք, որ այն բարձրանում է դեպի վերև։ Այս կարմիր եւ կանաչ գծիկները մեր ճապոնական մոմերն են, թրեյդինգի մեր մոմերը սրանք են։ Հիմա մեր գինը միշտ ունենում է ինչ-որ նպատակ։ Եթե մեր մոտ այս պահին բարձրացող թրենդ է, ապա մեր գնի նպատակն է հասնել այս մեր վերևի դիմադրության հատվածը։ Ինչու է դիմադրության հատված, քանի որ մեր գինը բարձրանալով եւ հասնելով այստեղ, վերևից ստանում է դիմադրություն եւ նրան իջեցնում են դեպի ներքև։ Իջնելով ներքև, մեր գնորդները, կանաչ մոմերը կրկին ուժ են հավաքում եւ ուզում են ելի բարձրանալ եւ հասնել այս մեր դիմադրության հատվածը։ Հիմա եկեք, քանի ուժ չէ, ես կատարեմ գնում, այսինքն ես $150 դնում եմ նրա վրա, որ մեր գինը 6 րոպե հետո կլինի ավելի բարձր, քան այս կետիկը։ Եկեք կրկին ես ձեզ ցուցադրեմ իմ վերլուծությունը։ Մենք ունենք բարձրացող թրենդ, մեր գնի նպատակն է հասնել մեր այս վերևի դիմադրության հատվածին։ Մեր այս կանաչ գնորդները բարձրանում են վերև եւ այստեղ վերևում նստած են մեր վաճառողները, այս կարմիր մոմի մարդիկ։ Նրանք այստեղ, եկեք նկարենք, մեր կարմիր մոմի մարդիկ են, ովքեր որ պահում են այս դիմադրության հատվածը, որպեսզի մեր գնորդները չկարողանան բարձրանալ վերև։ Նրանք ձիգ պահում են եւ կարողանում են այս պահին ճնշել նրանց եւ իջեցնել ներքև։ Ահա։ Իսկ ներքևում մենք ունենք աջակցման հատված։ Աջակցման հատվածը եւ դիմադրության հատվածը իդեպ մենք նշում ենք այս մեր մոմերի կանգ առած կետերով։ Նայեք, այստեղ կան կանգ առած կետեր։ Եկեք ձեզ ցուցադրեմ, այստեղ կանգ են առել մեր մոմերի մարմինները։ Իդեպ մեր մոմերը ունեն մարմին եւ ստվեր։ Այս բարակ գծիկը դա մեր ստվերն է, իսկ այս մեծ հաստ հատվածը դա մեր մարմինն է։ Նայեք, սա երկար ստվեր է, իսկ սա մարմին է։ Իջնել եւ հասնելով այս մեր ներքևի աջակցման հատվածին, եկեք կրկին նկարեմ, այստեղ արդեն մեր գնորդներն են, ովքեր ուժ են հավաքել եւ ուզում են արդեն բարձրանալ վերև։ Նրանք այստեղից տալիս են պայքար մեր այս կարմիր վաճառողներին եւ ուզում են ամեն գնով բարձրանալ եւ հասնել այստեղ, որպիսի իրենց վերջնական պայքարը ընտանա այս մեր վերևին հատվածում։ Պատկերացրեք, մենք ունենք թիմ։ Մեր թիմը գրոհելով հասնում է այս հատվածին։ Հասնում ենք այս հատվածին, բայց մեր հակառակորդի թիմը մեզ ճնշում է եւ մենք մեր դիրքերը մի քիչ զիջում ենք եւ իջնում ենք ավելի հետ։ Այստեղ մենք կրկին թուխ ենք հավաքում, ուժ ենք հավաքում եւ փորձում ենք բարձրանալ վերև, որպիսի նրանց հաղթենք եւ բարձրանանք ավելի վերև մինչեւ ամպեր։ Ահա, ես ձեզ բացատրեցի հնարավորինս ավելի մատչելի ձևով, այսինքն ես ձեզ բացատրում եմ այնպես, որ դուք հասկանաք սա։ Նայեք, ես հիմա ձեզ ասեմ, մեզ մնացել է 3 րոպե, որպեսզի ավարտվի մեր գործարքը, բայց ասեմ, նույնիսկ եթե այս պահին հիմա մենք ստանանք մինուս, դա մեր համար խնդիր չէ, քանի որ մենք հասկանում ենք, որ մեր գինը վաղ թե ուշ բարձրանալու է վերև։ Եվ այդ պատճառով մեզ նույնիսկ եթե այս պահին մինուս տանեն, մենք կդնենք $300 եւ կրկին ավելի քիչ ժամանակահատվածով կսեղմենք գնում, քանի որ մենք հասկանում ենք, մենք գիտենք գնի նպատակը, այսինքն մենք գիտենք վերջնական կետը, ֆինիշը, եւ եթե նույնիսկ մեզ մինուս փակեն,
դա մեր համար ընդհանրապես խնդիր չէ, բայց այնուամենայնիվ մենք հələ որ լավ զոնայում ենք, եկեք նայենք, սա մեր կետն է, որտեղից որ մենք բացվել ենք գնում, մեզ մնացել է 2 րոպե, և եթե մենք այս կետից բարձր լինենք, մենք կփակվենք պլյուս, և մենք կստանանք պլյուս $138, ինձ թվում է, որ 6 րոպեի վա աշխատել $138, սա շատ լավ տարբերակ է, այստեղ մեր կայքում կա նաև դեմո գումար, որը որ իդեպ եթե դուք գրանցվեք այս կայք, հղումը կլինի ապիսանիայի բաժնում, դուք կարող եք դեմո գումարով փորձարկել և հասկանալ թրեյդինգը ձեր համար է թե ոչ, այսինքն դուք կարող եք փորձարկել և հասկանալ, հիմա եկեք հասկանանք մոմերի հետ կապված, մեր մոմերը ուժեղ են այն ժամանակ, երբ որ ունեն մեծ մարմին և ունեն փոքրիկ ստվերներ, նայեք, այս կանաչի դեպքում ստվերները ինչ փոքր են, բայց մարմինը մեծ է, այսինքն մեր կանաչ մոմը ուժեղ է, իսկ կարմիրի դեպքում, հələ նայեք մեր վերջին կարմիր մոմը, նայեք ինչ փոքր մարմին ունի, համեմատեք այս մեծ մոմի հետ, մոմը եթե մեծ մարմին ունի և փոքրիկ ստվերներ, ապա այդ մոմը ուժեղ է, իսկ եթե մարմինը փոքր է, ապա թույլ է, այսինքն մենք հասկացանք, որ կարևոր է մեր թրենդի ուղղվածությունը, կարևոր է իմանալ նպատակը մեր գնի, եթե թրենդը բարձրացող է, ապա նրա նպատակը հասնել է ֆինիշ, ահա հասել է և պայքարում է, նայեք այստեղ ինչ դժվար է մեր գնին, նա հասավ այս կետը և նրան կրկին ստիպեցին, որ նա իջնի ներքև, և նույնիսկ եթե հիմա մեր գնորդները պարտվեն և իջնեն ներքև, մենք ընդամենը 26 վայրկյանից կփակվենք պլյուս, այսինքն մեր համար էական չէ, այստեղ պայքարում գնորդները կհաղթեն թե ոչ, մեր համար էական է այն, որ մենք աշխատենք մեր $138, եկեք տեսնենք, մնաց ընդամենը 10 վայրկյան և այստեղ թեժ պայքար է ընթանում, եկեք տեսնենք, և ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այս պայքարում կհաղթեն մեր գնորդները, թե կպարտվեն, ահա, մենք աշխատեցինք գումար, խնդրեմ, մեր բալանսը մեծացավ և մենք կարող ենք դիտարկել մի ուրիշ սիտուացիա, որպեսզի դուք հասկանաք թրեյդինգը, այսինքն ես ոչ միայն ձեզ տալիս եմ թեորիա, ես ձեզ իմ ռեալ կենդանի օրինակով ցուցադրում եմ ինչպես գումար աշխատել, հիմա նայենք այստեղ, եկեք այստեղ ես կատարեմ $150 վաճառք և հասկանանք, թե ինչի ես արեցի վաճառք, հիմա մեր մոտ կա շարժում դեպի ներքև, ահա, մեր մոտ շարժում է դեպի ներքև, մենք ունենք ամենավերևում մեր դիմադրության հատվածը, որտեղից որ սկիզբ է առել մեր շարժումը դեպի ներքև, և ինչու ես կատարեցի վաճառք, եկեք մտածենք, մեր շարժման ուղղվածությունը դեպի ներքև է և մենք ունենք մեծ կարմիր մոմեր, այսինքն մեր վաճառողները ուժեղ են, այս դեպքում մեր վաճառողները ուժեղ են, և թրեյդինգը շատ շուստրի մարդկանց մասնագիտություն է, քանի որ մենք տեսնում ենք, որ ուժեղ են վաճառողները, մենք վաճառողների կողմից ենք, եթե տեսնում ենք ուժեղ են գնորդները, մենք գնորդների կողմից ենք, եկեք հասկանանք, հիմա մենք ունենք շատ լավ դիմադրության հատված նաև այստեղ, ինչպես եմ ես նշում դիմադրության հատվածը, նայեք, մեր այս մոմերի մարմինների և ստվերների կանգ առած կետերն են, եկեք նշենք, ահա, սա մեր հատվածն է դիմադրության, նայեք կանգեր, կանգ առած հատվածներ, նայեք որքան կանգ առած հատվածներ կա այստեղ, ուղղակի տեսեք այս կանգ առած հատվածները և այս կանգ առած հատվածից մենք կարող ենք կատարել դագոն, եթե նույնիսկ մեր գինը հիմա այս ներքևի, այս աջակցման հատվածում ընթանում է պայքար և եթե մեզ վաճառողներից խեղճացնեն և վերև բարձրացնեն, ես ունեմ լավ հատված, այսինքն սա մեր բազան է, այս պարագայում սա մեր վաճառողների բազան է, որտեղ որ մենք ուժեղ ենք, մենք ունենք շատ զենքեր, մենք ունենք տեխնիկա և այլն, այստեղից մենք ուժ ենք ստանում և կրկին գրոհում ենք մեր գնորդներին այս պարագայում, այստեղ մենք վաճառողների կողմից ենք, այսինքն եթե այստեղ մեզ խեղճացնեն և բարձրացնեն վերև, մենք ուժ կհավաքենք և կիջնենք ներքև, քանի որ մենք գիտենք, որ մեր վաճառողների նպատակն է ճեղքել այս
հատվածները եւ իջնել, հասնել գոնե այստեղ։ Այսինքն մեր վերջնական նպատակն է այստեղից իջնել եւ հասնել այստեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր կարմիր մոմերը ուժեղ են։ Ահա, նայեք, մենք հասանք մեր բազան։ Եվ հիմա մենք ինչ պետք է անենք այս բազայից։ Մենք կատարում ենք վաճառք։ Ես կատարում եմ 2 անգամ $150 վաճառք։ Ինչու 2 անգամ, որpիսի սա ես եթե փակվեմ մինուս, ես կարողանամ համ այս գումարը հետ բերել, համ պլյուս աշխատել ավել գումար։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ սա մենք փակվենք մինուս, մենք լրիվ հասկանում ենք մեր թրեյդինգի կանոնները, մենք հասկանում ենք, թե ինչ նպատակ ունեն մեր գնորդները, ինչ նպատակ ունեն վաճառողները, որտեղ են ուժեղ վաճառողները։ Այսինքն մենք դա պետք է հասկանանք։ Մենք հասանք մեր վերևի բարձր հատվածը։ Ինչու վերևի հատվածը։ Մեր գնորդները այնքան ուժեղ գտնվեցին, որ կարողացան մեզ ճնշել եւ հասցնել այս վերևի հատվածը։ Նայեք, կանգ առած կետերով եմ նշում։ Եվ այս հատվածում մենք ավելի ուժեղ ենք։ Որքան որ մեզ բարձրացնեն, այդքան մենք ավելի կուժեղանանք։ Նայեք, այս հատվածը սա մեր ավելի ուժեղ հատվածն է։ Եկեք տեսնենք։ Ահա այս հատվածից մենք ուժ ստացանք եւ կրկին գրոհում ենք։ Եկեք հասկանանք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Նայեք, ես ասեցի, չէ՞, ինչքան որ մենք բարձրանանք, այդքան մենք ավելի մեծ ուժ կստանանք, որպեսզի իջնենք ներքև։ Եվ մեր մոտ ընդամենը մնացել է մի 15 վայրկյան, որպեսզի ավարտվի մեր գործարքը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Ահա, նայեք։ Մենք հիմա այս մեր դագոնը վերցնում ենք պլյուս, նայեք, ահա, մենք արդեն աշխատեցինք գումար, և հիմա մենք սպասում ենք, որ տեսնենք, թե այս մեր հիմնական առաջնային գործարքը պլյուս կփակվի, թե ոչ, եթե նույնիսկ պլյուս չփակվի, մենք արդեն այստեղ աշխատեցինք ավելի շատ, քան որ մենք ներդրել էինք ի սկզբանե, այսինքն մենք այս $150 արդեն հանել ենք, ավել գումար արդեն աշխատել ենք, մեզ մնում է ուղղակի սպասել եւ տեսնել մենք ավել գումար կստանանք, թե կբավարարվենք եղածով։ Հիմա իմ շատ սիրելի տրեյդերներ ջան, ես ձեզ մաքսիմալ հեշտությամբ եմ բացատրում, բայց եթե դուք նույնիսկ հիմա միանգամից չյուրացնեք, ես ունեմ playlist, որտեղ որ մանրակրկիտ բացատրում եմ թե մոմային վերլուծությունը, թե մեր տեխնիկական վերլուծությունը, այսինքն թրենդի ուղղվածությունը, թե մեր այս հատվածները, որտեղ որ մենք կանգ ենք առնում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ թրեյդինգը սա շատ լուրջ մասնագիտություն է։ Ահա, այստեղ մենք փակվեցինք մինուս, բայց մենք արդեն աշխատել ենք գումար։ Ընդհանուր առմամբ նայեք, մեր կինը կատարում է այն, ինչ որ ես ձեզ ասեցի, այսինքն նրա նպատակն էր հասնել այս կետին, եւ նա կհասնի։ Վաղ թե ուշ նա կհասնի, եւ որpիսի դուք համոզվեք, որ ես լրիվ լիարժեք վստահ եմ իմ վերլուծությանը, եկեք ես կրկին կատարեմ գործարք, 5 րոպեով վաճառք, որpիսի դուք հասկանաք, որ ես լիարժեք վստահ եմ իմ գիտելիքներին, ես կարողանում եմ կատարել թրեյդինգ եւ գումար աշխատել։ Ահա, եկեք հիմա մի քիչ ավելի մանրակրկիտ վերլուծություն կատարենք։ Մենք ունենք իջնող շարժում։ Եվ որքան էլ որ մեր գնորդները փորձեցին մեզ ստիպեն, որ մենք նահանջենք, մենք չենք հանձնվում եւ փորձում ենք հասնել մեր նպատակին։ Մենք ուզում ենք հասնել այս մեր գնորդների բազան, այսինքն մեր հակառակորդի բազան ենք ուզում մենք հասնենք։ Նայեք, ինչու եմ ես ընտրել վաճառողների կողմը, ես ուզում եմ, որ դուք դա հասկանաք, քանի որ ես տեսնում եմ, որ մեր վաճառողների մոմը մեծ է, եւ եկեք հիմա ես ձեզ ցուցադրեմ, եթե մենք ունենք մոմ, եւ մեր մոմի մարմինը մեծ է եւ ունի փոքրիկ ստվերներ, ապա այս մոմը ուժեղ է։ Իսկ եթե մենք ունենք մոմ, որի մարմինը փոքր է եւ ունի մեծ ստվեր, ապա այս մոմը թույլ է։ Եվ հասնելով հատվածի, երբ որ հասնում ենք մենք հատվածի, այսինքն բազայի, օրինակ հասել ենք այս հատվածի, եւ այս հատվածում եթե մեր մոտ առաջանում է մեծ մոմ, որտեղ որ
շատ փոքրիկ ստվերներ կան կամ ընդհանրապես ստվերներ չկան, ապա դա նշանակում է, որ ավելի շատ հավանական է, որ մենք կկոտրենք այս բազան, այս հատվածը եւ քիչնենք ներքև։ Իսկ եթե հասել ենք մենք այս հատվածին եւ մեր մոտ կա փոքր մոմ, ունի փոքր մարմին եւ ունի մեծ ստվեր, ապա սա մեզ ասում է, որ մեր մոտ կա թուլություն եւ հասնելով այս բազան մեզ կճնշեն եւ կստիպեն, որ մենք նահանջենք։ Այս պարագայում եկեք դիտարկենք այս մեր կարմիր մոմը վերջին, նայեք, այս մեր կարմիր մոմը վերջին ուժեղ է, քանի որ ունի մեծ մարմին, իսկ կանաչ մոմը, հələ նայեք կանաչ մոմին։ Նույնիսկ մարմինը չի երևում, ամբողջ կանաչ մոմը ստվեր է, այսինքն սա թուլությունն է, նայեք այստեղ։ Խնդրեմ, հոյակապ վերլուծություն Պավլե Մկրտչյանի կողմից։ Եթե ուզում եք սովորել թրեյդինգ, ապա անպայման բաժանորդագրվեք մեր այս YouTube-յան ալիքին, գտեք մեր բաց Telegram-յան ալիքը, եւ սա դեռ ամենը չէ։ Եթե դուք մտածում եք, որ ես ձեզ ուղղակի անվճար թրեյդինգ եմ սովորացնում, ապա դուք սխալվում եք, ես նաեւ տրամադրում եմ ձեզ օգնական ծրագիր, որը որ ունի իմ գիտելիքները, արհեստական բանականություն իմ գիտելիքներով, որը որ ձեզ կօգնի հեշտացնել ձեր թրեյդինգի ճանապարհը, այսինքն դուք կարողանաք ավելի հեշտ ձևերով սովորել թրեյդինգ։ Ասեք մի վճարովի կազմակերպություն թրեյդինգի, որտեղ այսքան բան տրամադրում են ձեզ անվճար, բայց ես ձեզ տրամադրում եմ։ Հիմա ասեմ, որպեսզի դուք հայտնվեք իմ փակ Telegram-յան ալիքում, դա անվճար է, ասեմ իմանաք, լրիվ անվճար։ Դուք պետք է գրանցվեք Pocket Option կայք մեր հղումով, որը որ կա Ապիսանիայի բաժնում եւ կա մեր բաց Telegram-յան ալիքում ամրացված հաղորդագրության մեջ։ Եվ ձեր բալանսին պետք է մինիմալ $20 ուղակի կատարեք համալրում, ուղակի ամենամինիմալ $20, որը որ իդեպ կլինի ձերը։ Դուք կարող եք այդ $20-ով աշխատել ավել գումար եւ հանել։ Այդ $20 դուք չեք ուղարկում ինձ, ուղակի ձեր բալանսին ունենում եք $20, որպեսզի սովորեք թրեյդինգ։ Այսինքն դուք պետք է լինեք ակտիվ account, որպեսզի իմաստ լինի ձեզ վերցնել իմ փակ ալիք։ Հիմա մեզ մնացել է 40 վայրկյան։ Մինչ կփակվի մեր գործարքը, եկեք ես ձեզ ներկայացնեմ, թե փակ ալիքում ինչ կա։ Հիմա մենք ունենք ծրագիր, որը որ ձեզ օգնում է ձեր վերլուծության մեջ, բայց այս մի քանի օրը ես ուզում եմ ստեղծել ավելի լավ ծրագիր, ավելի ուժեղ ծրագիր, որը որ ձեզ կօգնի ավելի հեշտ սովորել թրեյդինգ, եւ ուղղակի պետք է որ դուք գրանցված լինեք մեր հղումով Pocket Option կայք եւ ունենաք ընդամենը $20, այդ չնչին 8000 դրամը, որպեսզի դուք սովորեք թրեյդինգ, ուղղակի տեսեք, թե դուք ինչ կստանաք թրեյդինգ սովորելով, ուղղակի տեսեք։ Հիմա նայեք, հասան մեր այս հատվածը բազան, մեր քննորդների բազան եւ նրանց ճնշեցին եւ ստիպեցին, որ բարձրանան վերև, բայց դա մեզ չի հետաքրքրում, քանի որ մենք արդեն աշխատեցինք մեր գումարը։ Ես ձեզ այսօր չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ։ Ես ունեմ ավելի մանրակրկիտ թրեյդինգի կուրս, ունեմ playlist թրեյդինգը 0-ից։ Ուղղակի բացեք եւ նայեք այդ վիդեոները։ Այստեղ ես ձեզ սովորեցրեցի թրեյդինգի բազան, բայց ասեմ, որ սա շատ հեշտ մասնագիտություն է արդեն իսկ սովորած մարդկանց համար, բայց այն մարդիկ, ովքեր դեռ չեն սովորել թրեյդինգ, սա այդքան հեշտ չէ, ասեմ իմանաք, սա հեշտ մասնագիտություն չէ եւ կա risk money management օրենքներ եւ այլն, բայց չեմ ուզում հիմա ձեզ միանգամից ծանրաբեռնեմ եւ ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Մտեք եւ նայեք իմ վիդեոները ալիքի, եթե ուզում եք լինել իմ թիմից, ստանալ իմ ծրագիրը իմ գիտելիքներով, ապա ուղղակի գրանցվեք Pocket Option կայք, ունեցեք ձեր բալանսին $20 եւ գրեք մեր մոդերատորներին, ես նույնիսկ տալիս եմ ձեզ մոդերատորներ, իմ աշխատողները օգնում են, որպեսզի դուք գրանցվեք Pocket Option կայք, որպեսզի դուք համալրեք գումար եւ որպեսզի դուք ստանաք փակ ալիքի մուտք։ Դուք երկու պայմանները կատարելուց հետո գրում եք մեր մոդերատորներին Telegram account-ին, որը որ կա Ապիսանիայի բաժնում, կա մեր բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ։ Դուք գրում եք մեր մոդերատորներին, որ կատարել եք պայմանները եւ ուղարկում եք ձեր ID-ին։ ID-ի թվերը սեղմելով այս աջ կողմի ավատարկի վրա, դուք տեսնում եք ձեր ID-ին, ուղարկում եք ID-ին եւ մեր մոդերատորները ստուգում են, դուք իրոք գրանցվել եք մեր հղումով եւ իրոք ունեք ձեր բալանսին $20։ Եվ եթե դուք դա արել եք,
ապա ցես տալիս են մուտք մեր փակ Telegram-յան ալիք, որտեղ դուք կկարողանաք անվճար սովորել trading իմ հետ միասին։ Բաժանորդագրվեք եւ ակտիվություն ցուցաբերեք մեր բոլոր ալիքներում, թե YouTube-յան եւ թե Telegram-յան։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, մենք չէինք կարողանա սովորեցնել բոլոր մեր հայերին trading լրիվ անվճար։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։